Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 19։ Որովհետև այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին և նրանց որոնելու։ Եզեկիել 34-րդ գլուխ 11-րդ խոսք։ Նա սա անում է հատկապես այն ժամանակ, երբ իր ընտրյալները նման են կորած ոչխարների, որոնք ոչ հովվին են ճանաչում, ոչ էլ հոտը։ Որքան հրաշալի է Տերը գտնում իր ընտրյալներին։ Տեր Հիսուսը մեծ է և որպես փնտրող հովիվ, ինչպես նաև որպես փրկող հովիվ։ Չնայած նրանցից շատերը, որոնց Հայրը տվել է նրան, հնարավորինս մոտեցել էին դժոխքի դարպասներին, Տերը որոնելով և փնտրելով գտնում է նրանց և մոտենում նուրբ շնորհքով։ Նա է փնտրել և գտել մեզ։ Ուրեմն եկեք շարունակ հույսով լցված աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր մեր սրտերում են, քանի որ նա նրանց նույնպես կգտնի։ Տերը իր հոտը կրկին ու կրկին վերադարձնում է ճշմարտության և սրբության արոտավայրեր, երբ ոչխարներից մեկը մոլորվում է։ Նրանք կարող են ընկնել կոպիտ սխալի, ծանր մեղքի և ծանր դառնության մեջ, բայց Տերը, ով խոստացել է իր հորը նրանց համար, թույլ չի տա, որ նրանցից ոչ մեկը գնա այնքան հեռու, որ կործանվի։ Նա նախախնամությամբ և շնորհքով կհետապնդի նրանց դեպի օտար երկրներ, դեպի աղքատության բնակավայրեր, դեպի անհայտության որջեր, դեպի հուսահատության խորքեր, և նա չի կորցնի նրանցից ոչ մեկի, ում Հայրը տվել է նրան։ Տեր Հիսուսի համար պատվի հարց է փնտրել և փրկել ամբողջ հոտը առանց որևէ բացառության։ Ինչ խոստում է աղերսելու, հենց այս ժամին, երբ ստիպված եմ գոռալ. «Տեր, մոլորվել եմ ինչպես մի կորած ոչխար»։